International TV-ն շարունակում է իր ամերիկյան հաղորդումների շարքը։ Այս անգամ մեր հյուրն է դերասան Իվան Մովսիսյանը, ով ավելի շատ բանակում հեռուստասերիալից հայտնի է որպես Ռազմիկ։ Ահա այստեղ ենք ժամադրել Իվանին, տեսնենք, ուշանում է թե ոչ։ Ահա եւ Իվանը։ Շտապում է։ Ողջույն։ Ինչպես ես։ Արի միկրոֆոնը ամրացնենք, որպեսզի ավելի լսելի լինի։ Իսկ ես 7 ամսական եմ ծնվել։ Բայց արագ եմ վարածել, բայց միշտ ուշանում եմ ինչ-որ հանդիպում եւ այլ բաներ։ Չես հասցնում։ Չէ, չգիտեմ, ինչի ուշանում եմ անկախ ինձնից, բայց հենց փորձում ես չուշանալ կարևոր։ Այդ շատ կարևոր է։ Շատ ուրախ եմ, Էմա ջան։ Ես էլ, Իվան ջան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, շատ հետաքրքիր է, ով կմտածեր տարիներ անց, չէ, հարցազրույց, այն էլ Ամերիկայում իսկականից։ Ուրեմն արի սկսենք առաջին հարցից, ինչպես հայտնվեց Իվանը Լոսում եւ ինչու։ Երազի նման։ Պատահաբար։ Հա, այդտեղ որ լրացնում ես, մտան դեսպանատուն։ Հա, ասում են ինչ ունես, ասում եմ ոչ մի բան, ինչ, նույնիսկ ես էի ասում, շտապում եմ Երեգնաձոր հարսանիք պիտի վարեմ, եթե խփում եք, ոնց եք խփում, ինչա ոնց է։ Ես դայմ ասում, այստեղ մարդիկ գալիս են, խաչակ ընկվում, աղոթք բան, դու մտել ես ես շտապում, ասի, հա, դե ես տնես չի տեսնանք ինչ անում, խփեցին վիզան։ Խփեցին, տուրիստ եկանք 19 թվականին։ Կնոջը թե տես դուք։ Հա, կնոջս հետ, հա, խփեցին եկանք 19 թվականին տուրիստը լավ բան, այլ տուրիստ գալիս, լավ ընդունում են, պատմում են, հարգում են, հյուրասիրում են, ման են տալիս, բայց հենց որ ասում ես մնում են, մշտական սումար տես շատ անես բարդ նկարագրել Ամերիկա, կլինիկական Մայստան։ Հետ գնացինք, կորել չգանք։ Սկսվեց Քովիդը, պատերազմից հետո արդեն որոշեցիք տեղափոխվել, որովհետև դե աշխատանք չկար, դժվար պայմաններ, բարձր եւ այլ խնդիրներ, վիզաներ կար, ասենք գնանք Ամերիկա աշխատենք։ Եկանք ու տենց մնացինք։ Սիրում ես Ամերիկան, Իվան։ Դե նայած տեսանկյունից էլ են։ Ուզում եմ մի քանի դրական ու բացասական կողմեր նշել։ Դրականը Ամերիկայի դա է, որ ասենք եթե աշխատող ես, միշտ աշխատանք կա, կարող ես ստեղծել, աշխատել։ Հնարավորությունների երկիր է, հա։ Հնարավորություններ կա, որ հայրենիքին օգնես, դրանով մի քիչ ոնց որ տես թեթևանում ես։ Դժվարությունները շատ են, անարդարությունները շատ են։ Մեկ ամենակարևորը կարոտն է, որ չգիտեմ, չես կարողանում։ Միգուցե ասում են փոքր տարիքում գայիր, կսովորեիր, կհարմարվեիր, մեծ տարիքում եկել ես 40 տարեկան Ամերիկա 0-ից են, որ լեզու չգիտես, օրենքներին ծանոթ չես, ամեն մեկը իր իմացածն է ասում, ամեն մեկն իր կարծիքն է ասում, ով որ թվին եկել է, ինչ տեսել է, այդ կարծիքով ասում է։ Կա տենց բան, հա։ Ոչ չէ, բավոց է, որ ասում եմ, մենք եկել ենք, բան ենք շե, եսի Դու պետք է տանջվես, գնա տանջվի, մոյկայում աշխատի, գնա, չգիտեմ, հացի փռվում աշխատի բան։ Ես դերասան եմ, հիմա կարողանում եմ դերասանությամբ աշխատեմ, օրինակ էլի, կամ ասենք ես կրթվել սովորի ավարտել եմ, կարող ինչ-որ բանով չի գնամ 0-ից սկսեմ։ Հա, ամեն մեկը մի խորհուրդ, մեկն ասում է թուղթը չլինի, մեկը տարբեր բաներ ես տեսում, հետո մնում ես, կամաց դու քո աչքով տենում ես, սովորում ես, չգիտեմ աշխատում ես, բայց հիմա իմ պարագայում այդ դժվարություններով սկսվավ, բայց կան ասենք երկիշներ, դերասաններ, որ եկել են իրենց մասնագիտությամբ աշխատել են, գոհ են, շատ լավ են զգում իրենց, շատ լավ է ու ես ողջունում եմ, ուրախ եմ, որ մեր հայրենակիցները, մեր գոլեգաները իրենց արվեստով են արտահարել այդ ճանապարհը, աշխատի հիմա ես եկել եմ, դժվարություններն եմ տեսել։ Ինչի՞ց է գալիս այդ նախանձախնդրությունը, հա։ Հայերի։ Նախանձախնդրությունը դա չգիտեմ, հայի դիմաց ուզում կայանա, բարձր երևա էլի, դեմ դիմաց ուզում է բարձր երևա, անդադ պայքարում է, որ դու ցածր դիրքում լես, իրանից բարձր չլես, կամ ինքը դժվարությունա տեսել դու էլ տեսնես, ինքը փող ունի դու չունես, այդ
կոնֆլիկտները մարդկանց ներսը, որ Ազգային դիմագիծ է դարձել նախանձախնդրություն կարծես։ Ինչա դարձել, ասենք անդադը, բայց ասեմ, որ ինչքան էլ պայքար են, փող, հարստություն, չի լելը։ Պետք է դարերով ապացուցվել է մանավանդ հիմա որ ամբողջ աշխարհը ասենց խառնված է իրար, անհնար է դու տենց փորձես մեկից անցնես, չէ։ Դու պետք է փորձես հայը սիրես, հավասար։ Ես որ ներկայանում եմ մարդկանց, ես ներկայանում եմ մարդ, հայ, աշխարհի ամենահասարակ մարդ, հայ, մարդ է, ներկայանում է։ Բայց դիմացինը չի նայում, որ ինչ գիտելիքով, ինչ ես ներկայանում, նայում է ինչ ես հագը, ինչ ես քշում։ Ինչից է գալիս այդ բրենդային մտածողությունը հատկապես գլենդերին, որ մարդու ներսը դատարկ է, մարդու ներաշխարհը դատարկ է, ինքը մի ձև պիտի լրացնի, չէ՞։ Ինքը լրացնում է իր շորով, իր զարդերով, մեքենայով, այն որ մի բան ցույց տա, ոչ թե իր գիտելիքը վերաբերմունքը, ոնց է միջոցառում գնում ես, ինքը հոչի եկե օրհնություն բերեք ես։ Ես բերել եմ ամենաթանկը, իմ օրհնությունը։ Օրհնված լինես, երջանիկ, որտես բանը չի բերել։ Բերել է ծրարը, որ իրան ցույց տա իր շորերը, իր եւ այլն, բարեմաստությունները գնա տուն։ Բայց ես այնց եմ ծնվել մեծացել, որ մենակ ցանկանամ, մաղթեմ եւ այլ պետք է բերել։ Իսկ դա դիմացինի համար, որ ինքը քեզ նման չի մտածում, արդեն ստե ծնվում է կոնֆլիկտը, չարություն է, ծնվում է նախանձը, ծնվում է շատ բաներ, ինքան բաներ ասեմ, որ ասում են, լավ է, ինչ, հո դրանով չի որոշում, արդեն աշխարհում եթե մարդ ուզում է պատճառ բռնի, ամեն պատճառ կարա տալ, ամեն ինչ։ Մեր հարևանն է, շանկ առենք։ Շատ լավ։ Իրանչակ։ Արգանքներս, մեր հարևանն է, գնում է գործի, ոնց եք, տղամարդ ոնց ես, լավ ես, լավ եք, հատիր։ Հայ են հարևանները, հա։ Մեր շենքում բոլորը հայ են, մեր շենքի մենեջերը, շատ հրաշալի միկին, Մոսկահայ, շատ բարիկին ինքը, մենակ հայերին է տալիս, որ բնակարաններ տալիս է, ու տենց, մենք էլ ճանաչում ենք իրար, բարևում ենք, օգնում ենք։ Շատ բարի։ Իվան ջան, այ խոսում ենք հա այսպես նախանձախնդրություն եւ այլն, բայց իսկապես ես քո տեսակին ծանոթ լինելով ու վստահ եմ նաև շատ, հա, ունենք նաև շատ ազնիվ դրական նվիրյալ հայեր, որոնցից այսպես ես քեզ կարող եմ առանձնացնել, ինչով նաև որ դու փորձում ես, հա, ինչ որ բաների միջոցով պահպանել հայն ու հայեցին, դրա ապացույցներից մեկը քո հաղորդաշարն է, որ վերջերս նկարահանում ես, հայն ու հայը, հա, այդ դժվարություններից հետո կարծում եմ դու եկել ես այն կետին, հա, որ փորձում ես պահպանել ու տարածել հայեցին։ Մի քանի բառ այս թեմայով։ Այո, ես ոնց են ասում, ամեն ստեղծագործական պրոցեսի մեջ, ժամանակի մեջ ծնվում է, հիմա 40 տարի ես ապրելով, կյանքում մտքովս չի անցել հաղորդում նկարեմ, Երևան անդադ ես, բայց Ամերիկայում որ տեսա, ընդհանրապես աշխարհի հայերի մեջ տեսա, մեր հաղորդումը մենակ Ամերիկայի հայերի մասին չի, հիմա ստեղ ենք նկարում, բայց նաև Հայաստանից են գալիս, Ռուսաստանից, Եվրոպայից, հայի մասին, որ հայը հային օգնի, սիրի, որ տեսա այդ շատ անարդարություններ, միանգամից մեջս ծնվեց հայն ու հայը, ու ես Ամերիկան պատկերացրել եմ իմ պատկերացումներով, իմ կարդացածով, իմացածով Վիլյամ Սարոյանի նման, ինչպես հեղինակն է գրել հայն ու հայը, երկու հայ աշխարհում որտեղ հանդիպենք, ստեղծեն նոր Հայաստան, խոսեն մայրենի լեզվով, վախթել չի լինի, կլինեն արարիչ, հային ջնջել չի լինի, այդ գաղափարով, բայց եկանք Վերնագիրը այդտեղից է գալիս։ Հա, վերնագիրը սարը, բայց եկանք հասանք ստեղ տեսանք, չէ, ով ես դու, հասկա, 1 միլիոն հայ կա, հա ինչ անենք, ամեն մեկն իր համար, ամեն մեկն իր, ոնց են ասում, իր Կահապարի մեջ, իր փաթեթը, իր հին ու նոր են անում, նորս եկե, հին եկածը, այսինքն մեծ կոնֆլիկտներ կա։ Դրա համար
որոշեցի նկարել եւ նաեւ այդ նկարելով ոչ թե վատը բերենք առաջ մեր հաղորդման նպատակը եւ ընդհանրապես իմ կյանքի ապրելու նպատակը, որ լավ մարդկանց տավ ինձ խորհուրդ էին տալի ասում են դու նստի հեռախոսամիացում խոսա այդ լավ բաները դու նստի խոսես եւ գնվես նկարիչ ես նկարում, բարիխուнд ես նկարում, արհեստավոր ես նկարում բան այդպես բա չէ, ասում եմ, իմ խնդիրը ինձ գովելու մասին, հենց թակակը, ես իմ նկարանների մեջ փորձում եմ քիչ երևալ, ասկի չեմ էլ խոսում քիչ, դիմացի լավ հայերի, լավ մարդկանց նկարեմ, ինչքան դիմացին իր բարձրացնում ես, դու այդքան բարձրանում ես, ինչքան վատ ասենք, ու մեր խնդիրը նա է, եթե մարդը սխալվել է, վատա, ոչ թե վատը ցույց տանք, վատը ասես քարով տանք գլխին, այլ օգնենք Բարի արարքով վարակ ենք, բարի արարքը, որ ասում են, դե նորմալ բան չկա ցույց տալու, նորմալ բան չկա, այդ նորմալը նկարվես, ասես դենայի, բայց չի նայում։ Մենք ուզում եմ մեկը նայի, այն վատ բանը նայի, վատը միշտ հեշտը, վատը շուտ ընկալելի է։ շուտ ընկալվում է։ Բարդը բանը չեն ընկալում։ Ոնց հասկացա, դու մեզ ժամադրել ես քո տան մոտ։ Մեր դիտողներին շատ հետաքրքիր է քո բնակարանը նախ եւ առաջ։ Մնացածը հետո կասեմ։ Կարող ես մեզ հյուրընկալել։ Երբեք դեմ չես։ Չէ։ Ճիշտ է, տիկինս տանը չի, սպասում էր շատ որ գայինք, նկարահանումներ ունի, տեսարova տիկինը կարի, գնացել են գնումներ կատարելու, բայց ափսոս, կինոդ երգչուհի է, չէ՞, հա։ Բայց դա խնդիր չէ։ Գնացինք։ Բարձրանանք, նկարանը տեսնենք։ Վարձով ես բնակվում, Իվան, ճիշտ է։ Վարձում ես այս բնակարանը։ Հա, վարձով դե բնական է, վարձով հələ տենց չենք կարատում գնենք։ Ստեղ բնակարանները համեստ է, բոլոր բնակարանները միանման են։ Միանման ներկած, ռեմոնտ է մեր հայկական, ասենք, պատալոգից սենց աղջիկ, ծաղիկ, զանգակ, բամբակ, այդպես բաներ չկա։ Մի անգամից սենց պատրաստի տալիս են, ու համեստ, հա, համեստ, ստեղ սենց բնակարանները ռեմոնտի բան չի, որտեվ տենց է, մարդկա գույնը չի սիրում, դրա համար մի գույնի բնակարանները հանձնում են, մարդիկ վերցնում են, եթե ինչ-որ ուզում ես փոխես դիզայն բան, փոխում ես, բայց հետո հետ հանձնելուց էլի նույն բնակարանը ոնց տվել են, այդպես տալիս են։ Օրեր առաջ Արթուր Նուրիջանյանը, ազատամարտիկ, շատ հայրենատեր, հայրենասեր չի, հայրենատեր է, որտեղ ինքը հայրենիքին տեր ա եղել, ծառայել ա, օգնել ա, մենք էլ ստեղից օգնել ենք, ճիշտ է, չեմ սիրում բարձրաձայնել, ասել կյանքում չեմ, ասել որտեղ ստեղ բոլոր հայերն են, 99%-ը հայրենիքին օգնել են ամեն օր անդադար, բայց ինքը, չգիտեմ, որ տեսավ այդ իմ միջոցառումների, իմ գործունեության, որոշեցին Սուսաննա Իսահակյանի, Ավետիք Իսահակյանի ծողնուղուի հետ այս պատվոգրերը հանձնել, մեկ ազգ կառուցենք միասին, Քեսապիա արվեստի միության կողմից, մեդալ, իչան, միասնություն հանուն հայության, նույնպես Սուսաննա Իսահակյանի կողմից, այս նկարը, որ իմ հաղորդման շրջանակներում նկարել եմ, նկարչուհի Լիա Ամիրյանին, ինքն էլ անակնկալ նկարել է, հանձնեց ինձ, այս հրեշտակը գնացել ենք Big Bear, սա, մեկ էլ սա, Big Bear, կնոջս տեսահոլովակ նկարելու, այնտեղ մի պապիկ էր պատրաստում, վերցրեցինք այս տեսահոլովակի մեջ։ Նվիրեցես, հա։ Չէ, գնեցինք, տեսահոլովակի մեջ էլ նկարել ենք, այս նկարներ Սիլվա Հակոբյանի համերգին, ես և մեր սիրելի Մարատ Հայ Հայրապետյանը։
Տեսնում եմ նաև քո տան մեջ ամպակասը աղոթքը, հա։ Այո, տերունական աղոթքը իմ ինստիտուտի ուսանողուհի Անին ա նվիրել։ Այս որ նոր էինք եկել, ճանապարհին ծախում էին, գնացել էինք աշխատելու, ճանապարհին տեսան, գնացին, ես զատիկի օրն եմ գնել։ Հետո, հա կնոջս գավաթներն ա, որը Իսպանիայում երկի փառատոն էր, առաջի տեղը զբաղեցրեց։ Մեր եռագույնը ես ավելի շատ է ուրախացել, բարձրացրեցի։ Հենց այսպես էլ ապրում ենք, մեր սիրած Գլենդելում։ Շատ լավ։ Էտա, հիմա լավավորտա, ոնց է, ինչքան էլ կարիվ տաս, պիտի հարմարվես, սիրես, ապրես, արարես, որտեղ։ Այս աշխարհում ոնց նայում ես, այդտենց ամեն մարդ մի ձև նայում պատկերացնում է, չէ՞, մեր հայերը նայում են ամերիկան դոլար, այդ դոլարի հետևից են գալի, գնում են այդ դոլարի ուղղությամբ։ Փողը շատ կարևոր է, թե Ամերիկայում բոլոր տեղերում, բայց ստեղ ոնց ասեմ, ոչ թե կարևոր է, պարտադիր է, որ վճարումները ամսեկան, որ գալիս է, չի հարցնում արվեստագետ ես, ստեղծագործող ես, պիտի վճարես, պիտի տաս, շատ դժվար է այդ աղումով։ Բիլերի ժամանակը Բիլերը, տանված, ինշուրանսները, պարտադիր, հետի հիմա ասենք Հայաստան ասեն, Ամերիկա ինչ լավ է բան, աղ չես մուծել, չգիտես լավ է թե վատ է, Հայաստան քո տան մեջ ապրում ես, վարձ չես տալի, մեքենան ունես, վարձ չես տալի, ինշուրանս, ոչ մի բան չես տալի, ուտում խմում ապրում ես, բայց ստեղ ամեն ամիս ես տալու մեծ գումարներ։ Հետո ես ուրիշ ձև եմ նայում, ես նայում եմ հայերին սիրելով, համախմբվելով, մշակութային լինեն ավելի, քան ասես բիզնեսը, փողը, աղբերը սկպցնենք բան։ Էդի մեջը չկա։ Հիմա կան մարդիկ, որ այդ ուղղությամբ են նայում, կարողանում են ինչ-որ բանի հասնել, էլ ասենց ասած։ Ես հիմա չեմ կարող, ես ասում եմ թատրոն, բեմադրություն լինի, չգիտեմ, հանդիսավար լինեմ, որ գոնե իմ իմացածը, իմ ցանկությունը, մարդկանց էներգիան փոխանցեմ, իմ առաքելությունը դա է, ինչքան ուզում ես շեղվես, չի լինում։ Որ Աստված տվել է քեզ այդ դու տենց ես մտածում, դա տենց է գալի քո ճանապարհին։ Չի գալի, որ առավոտ զարթնես, սռոյ, Bentley աղբերս մատ դες Vegas-ը շուտ տանը։ Հիմա տես չի զարթնում իմ մոտ։ Իմ մոտ զարթնա տենց այդ ձև, ստեղծագործելու, մտածելու, անհանգստանալու ամենակարևորը, որ ես անհանգիստ եմ ոչ թե իմ անձի համար, այլ բոլորի համար, որ վատ բան տենում ներվում եմ։ Հայի տեսակի համար ես հանգիստ։ Մարդիկ ասում են, ախ, քո ինչ գործ ինչ կլինի Հայաստան, ախ, քո ինչ գործ ով խափեց, գծեց, գողացավ, ինչա։ Դու ազդի մարդ ես, քո մար երկի բարի ապրի էլի։ Բայց չէ, ես ներվում եմ, ուզում եմ ինչ որ մի ձև, թե խոսելով, թե ներկա գտնվելով, թե օգնելով, թե բարձրաձայնելով, տենց կարողանամ մի բան անել, թե չէ որ ամեն մեկս անտարբեր լինենք, մեր մասին մտածենք, չի լինի։ Նախ շնորհակալ ենք, հա, որ մեզ ցուցադրեցրիր քո բնակարանը, գողտրիկ, համեստ, գեղեցիկ, բայց մենք մի փոքր այլ հատված եւս ունենք, դիտողներին հետաքրքիր է, դե հայ ենք։ Հա։ Ինչ մեքենա ես դու վարում, վերջապես։ Շատ բարի։ Ճիշտ է, տանը չեմ հյուրասիրում, ոչ թե չեմ կարող, փառք Աստծո։ Ամեն ինչ կարող ենք հյուրասիրել, բայց ես էլ ձեզ համար եմ անակնկալ պատրաստել։ Գնանք տեսեք, չեմ ասել ոչ մեկին։ Անկեղծ է որ։ Մենակ ես ու քերս գիտեք, որ զանգարել անկերս Սամվելի երկից Սայազյան ասում է, ի՞նչ խաղում ես, ասում եմ դե մարդ պետք է հանդիպեմ բան ոնց որ ուշանում եմ, ասում եմ բայց առավոտից ինչ ես անում, ասում եմ դե չեմ ասի, մինչև պատրաստ լինի։ Շնորհակալություն, տեսնենք։ Մեքենան տեսնենք։ Այո։ Էսա։ Ին Վիլիսը։ Ահա եւ տեղում ենք։ Ին Վիլիսը։ Լիսա քո ավտոն, հա, լիս։ Տերմինը բացատրենք։ Լիս, հա, ամեն ամիս վճարում ես 3 տարի։ Հետո տանում հետ ես տալի, եթե Toyota-ից ես ուզում վերցնես, ուրիշ մեքենա, եթե չէ ուրիշ տեղից, այդ 4-րդ մեքենաս է։ 4 մեքենա եմ փոխել, ուտես հասարակ մեքենաներ։ Առաջին մեքենաս ընկերս էր, որ եկա, Գրիգորը մեր ընկեր, զանգեց ինչ խնդիր կա, բան տես որ հայի լավ գովում եմ, իմ ասած է դա զանգեց, ասում է ինչ մեքենա, ինչ կաս, ինչ պրոբլեմ կա, ոչ մի բան, նոր ենք եկել, հələ տես չգիտենք բան, մի մեքենա Jeep, Volkswagen բերեց, ասում է քշի, մո բոլորն ասում են ոնց։
Մենք նոր ենք եկել, ջիպ չենք քշել տարիներով, բան, դու ինչ ես ջիպ քշում։ Հիմա դե ջիպա բերենք, ես ջիպ եմ քշում, էտա տվե, էտ եմ քշում, ոչ էլ անունը գիտեմ, ոչ ֆիրմա բան, ես ավտոյից հեռու ու կյանքում ավտոյից չեմ սիրել, չեմ հասկացել, չեմ ուսումնասիրել, հա։ Բերեց մեքենան տենց քշեցի, ամեն ամիս վճարեցի, հետո փոխեցի, մեկ ուրիշ իսկական անունը ջիպ։ Նույնիսկ հետաքրքիր պատմություն կա, հիմա խփել եմ, զանգել են, ասում են, ի՞նչ մեքենա, ասում եմ ջիպ, ասում են հասկացանք ջիպ, ի՞նչ ջիպ, ասում եմ ջիպ։ Զանգել եմ ընկերոջս, անգլ, որսեմ ախպեր, անգլերեն ի՞նչ ասում, իշ, ասում եմ, ախպեր իջի մեքենա է, իջել եմ, ասում եմ գնա հետևը տես, ի՞նչ ա գրած։ Ասա իրեն, ասի ջիպ ա գրած, հասկացանք ջիպը հազարատ ֆիրմա ունի, գնացի դե գրածը չեմ էլ հիշում ինչ։ Տենց հետո Toyota Camry մյուս ընկերս տվեց, աղնիկ եղբայրս։ Քշեցինք բանը, տենց հետո փոխեցինք, ես sense էլի, ես ինչ եմ սիրում մեծ մեքենա, որ լավ վարող չեմ էլի ես։ Ցածր մեքենա շուտ եմ խփում, դրբ, Camry-ից մի 20 է։ Համ ապահովության, համ էլ որ ես ընկերներով շուշուտ ենք ուտում խմում։ Մեծ լինի, որ ամեն ինչ մեջ լինի։ Հայաստանից սկսած իմ մեքենայի մեջ միշտ խմիչք, խորովածի շիշ, մաղալ, տեսեք, այ, հիմա դրա համար այն ոնց էր ասում, տա-դա-դա-դա-դամ, չի ուզում ասեի, բայց սուրպրիզ անենք, գնում ենք հեսա ձեր համար սուրպրիզ ունեք, տեսեք, էսի մաղալը, շշերը, ջերմուկը, մնացածը ընդեղ կանենք, պատրաստվեց, շնորհակալ ենք շատ, խնդրեմ, շարունակությունը տեսնենք, հետ էլ արդեն ես եմ էլ անակնկալ գնանք, պատրաստեմ, կասեք համով եմ պատրաստում, համ էլ դեռ կխոսենք պատրաստելու ժամանակ։ Ինչ հայի հանդիպում առանց խորովածի։ Չէ, էդի ով գալիս է Ամերիկա, այն է գլենդելու, բացի այդ այն ով գալիս է Հայաստանից կապ չունի կամ մենք ընկերներով հավաքվում ենք, գիտեն, որ ես լավ ասես պատրաստում եմ, ասում են դե արագացրու։ Ու սիրում եմ անակնկալ։ Շատ ա եղել, որ պատրաստել եմ, զանգել եմ, ասում եմ եկեք, նույնիսկ իմ ծննդյան օրը փառք Աստծո, ռեստորաններ բան աշխատել եմ երկիչ ընկերներ երաժիշտ, ասում են ոնց նշենք, ասում են տեսեք ոնց ենք նշում։ Ես ու մեր Արութը Մինասյան գնացինք, կրակը վաղեցինք, ամեն ինչ դրեցինք պարկում։ Ով զանգեց ասաց ծանոթը շնորհավոր, ասի հասցեն գցում եմ, եկեք։ 40 հոգի կա ներավին ծնունդը։ Հրաշք։ Էլը սենց փուչիկներ, զարդարել, զանգակներ, բամբակներ չկար։ Մի անգամից եկան սեղանը գցեցինք, կերանք խմանք, երկեցինք, բարեցինք, էլա իմ ծնունդը, վերջ։ Ուրախ հրամից։ Անտիր։ Թե չտես հատուկ բան չեղավ էլի։ Կարևորը որ ծասը չեն կարել շատ, բացի այդ էլ կարևորը որ լավ մարդիկ, հետո այդ ծնունդիս օրով նոր ծնունդ եղավ, այսինքն նոր ծնունդ ասելով ընկերներս ծանոթացան իրար հետ, կային մարդիկ, ովքեր չէին ճանաչում իրար, դարձան ընկերներ, այս հետ եմ սին, դարձան ընկերներ, իրար օգնեցին, նոր ծանոթությունների ծնունդ եղավ, գնացինք, թո կերակը վաղենք քեփանենք, լոտելո, яման չէ։ Մա ջան, տեղում ենք, հա, հա, այս իմ սիրած պարկն է, այստեղ համ մեր տան մոտիկ է, համ հարմար ամեն ինչը, ջուր, տուալետ, սեղան, աթոռ, Ամերիկայում ասենց շատ պարկեր կան, որ թույլատրվում է կրակ վառել, խորոված բան, հանգիստ մինչև երեկոյան 11-12 կարաս քեֆ անես։ Իվան, ինչից ենք սկսում։ Հիմա սունկը դնում ենք ֆոլգայի մեջ։ Նախապես լվացված սունկը, ճիշտ է։ Այո, հետո աղ, կարակ, հեսա կանենք, այդ իմ սիրած բլուդն է։ Ուտելու ժամանակ երևում է որ ինչ համով է լինում, սենց։ Հետո ես վայքում շատ եմ սունկ բերել դաշտից։ Տարբերում ես սնկերը, հա։ Հա, օրինակ ստեղի սունկը դե բնական է, այտենց օրգանիկ դաշտի չի։ Կարող եմ ես քեզ օգնել։ Վայքի սունկը։ Չէ, սենց ոնց են ասում։ Okay։
Որ հեսա ասենք պամիդոր բան լվանալու լինի, Շատ կասեմ լվանալ, սեղանը դնել, ափսեները։ Իվան ջան, քո համար գողտրիկ Հայաստան ես կառուցել, հա, ու այսպես վայելում ես հայաստանյան շունչը։ Այո, էտա։ Պիտի ստեղծենք մեր համու հոտը, շփումը, չկորցնենք, հայկական շունչ ստեղծենք, ճիշտ է, Հայաստանում չենք, բայց ուզում ենք տենց հայկական շունչ ստեղծենք, այս ամեն ինչի մեջ համու հոտ կա, ոչ թե միայն այդ ուտել կշտանանն է, այլ պատրաստում ենք, որ հավաքվենք ընկերներով, հայերով, կիսվենք, խոսանք, կողքից մի հայ անցնում ասում ես արի մի կտոր վերցրու կեր, օտարներին ենք հյուրասիրում։ Այս էլ մի ուժեղ մշակույթ է, որ սրանով էլ են կարողանում մեր տեսակը պարտադրել։ Օտարները զարմանում են, ասում են, այս հացով փաթաթելա, բերելա տալիս է։ Ճիշտ է, կարող օրենքով չի կարելի, բայց իրանք զգում են, որ դու սրտանց ես հյուրասիրում ու մենք էլ կողքի սեղաններից հայերը տեսնում են, գալիս են, շփվում են իրար հետ շփվելով, մեկս մյուսին օգտակար ենք լինում, մտքեր են ծնվում, ուտում խմում ենք։ Ստեղծագործում են։ Հա, այ պատրաստ է խորովածը, մեր չալաղաճը հայկական։ Սիրում քաշենք։ Իվանը գեղեցիկ պատրաստել է սեղանը։ Շնորհակալ ենք Իվան ջան։ Խնդրեմ։ Լավաշով մեր հայկական։ Ահա։ Սստեղ, շուտով ենք ընդեղ։ Շնորհակալություն։ Իվան ջան, շնորհակալ ենք մեզ հյուրընկալվելու, քո օրը մեզ հետ կիսելու, ինչպես նաև յուրահատուկ անակնկալի համար շատ ոգևորիչ է, հա, որ փորձում ես քո քայլերով, քո գործողություններով պահպանել հայն ու հայկականը, քեզ մեծ ձեռքբերումներ ու նպատակիդ հասնես ամենակարճ ու գեղեցիկ ճանապարհը։ Շատ շնորհակալություն, ես էլ եմ շնորհակալ ինձ ուշադիր լինելու համար, լուսաբանելու համար, թող Աստված պահապան լինի մեր ազգին, մեր հայրենիքին, ամեն հայ իրար տեսնելուց ուրախանա, ողջագուրվի, սիրի, մեկը մյուսի հանդեպ լինեն հարգանքով եւ սիրով։ Դրանով մենք ամեն ինչ ասած կլինենք, ամեն ինչ արած կլինենք, որ իրարով օգնենք, իրար աջակցենք, արարենք, ստեղծենք եւ այս աշխարհը Վիլյամ Սարոյանն ասած դարձնենք գեղեցիկ, որտեղ այս աշխարհի գույների աղը, գույնը, սիրտը, միտքը, ամեն լավ բան հայից է եղել, հայն է արարում, հայն է ստեղծում, պիտի իրարով շատ, ամեն վայրկյան իրար շատ, միահամուռ, այ մի բառով, միահամուռ, իրար հետ լինենք, իրար սիրենք, օգնենք, իմ ամեն գործողություն, ամեն արած քայլ դա է, որ հայ տեսնելուց կարոտից չկշտանանք։ Այս գեղեցիկ մեջբերումով էլ ավարտենք այսօրվա մեր հաղորդումը, եթերում շաբաթվա թեմաներ, կհանդիպենք։ Cheers, կենաց, ընտիր։ Всё, ախպերս, նստեք, կեփս կսավ։